Քաղաքականություն մարդիկ գալիս են տարբեր ճանապարհներով։ Ոմանք դեռ ուսանողական տարիներից են իրենց ապագան կապում քաղաքականության հետ, իսկ ոմանք երկար ժամանակ մնում են մասնագիտական դաշտում, համոզված լինելով, որ իրենց ճանապարհը բոլորովին այլտեղ է տանում։ Մեր այսօրվա հյուրի դեպքում այդ ճանապարհը սկսվել է Արցախից, շարունակվել դիվանագիտության, միջազգային հարաբերությունների եւ իրավապաշտպան գործունեության ոլորտներում, իսկ այսօր այդ ճանապարհը նրան բերել է արդեն ակտիվ քաղաքականություն։ Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև հանրային ու իրավական հարցերով, ղեկավարել է հասարակական կառույց, աշխատել պետական համակարգում, բայց միևնույն ժամանակ խոստովանել է, որ երբեք իրեն չի պատկերացրել քաղաքականության մեջ։ Ինչ փոխվեց, որ այդ համոզմունքը փոխարինվեց քաղաքական որոշմամբ։ Այսօր միասին բացահայտելու ենք Արեգա Հովսեփյանի քաղաքական դիմագիծը։ Տիկին Հովսեփյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար։ Դուք ծնվել եք 1991 թվականի դեկտեմբերի 7-ին Արցախում։ Ըստ էության այնպիսի մի իրավիճակում պատերազմ, խառնաշփոթ, խառը իրավիճակ, այ հետաքրքիր է, երբ մարդը ծնվում եւ մեծանում է պատերազմական իրավիճակում, որքանով է այդ իրավիճակը հետո ձևավորման վրա ազդեցություն ունենում։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Այս քաղաքական թողուբոհից հետո խոսել նաև նման հարցերի մասին հաճելի է, իսկականից հաճելի է։ Այո, ես ծնվել եմ 91 թվականին Արցախում, Ստեփանակերտում եւ ամբողջ պատերազմի ընթացքում գեթ 1 օր իմ ընտանիքը չի լքել Արցախը։ Ես ծնվել եմ այն ժամանակ, երբ ծննդատան մի կողմը հրթիռակոծվում էր Շուշիից, եւ ստիպված էին բոլոր կանանց, ովքեր որ ծննդաբերում էին, տեղափոխել շենքի մի կողմը, միտեղ հրթիռակոծվում էր, միտեղում կյանքեր էին ծնվում։ Խնդիրներ կային այն կապակցությամբ, որ բժիշկները ասում էին, երեխան կարող է շատ առողջ չլինել, որովհետեւ վիտամին D-ի պակաս կար, մենք ապրում էինք նկուղներում, միանգամից տեղափոխեցին նկուղ, որտեղ որ իսկ ինչպես գիտենք, փոքր երեխաներին միշտ արևի ճառագայթներն են պետք, վիտամին D է պետք։ Բայց ամեն ինչ փառք Աստծո ավելի լավ եղավ եւ դա սովորեցնում է պայքարել, չհանձնվել որևէ պարագայում, որովհետեւ դժվար է, իսկականից դժվար է, բայց երբ հանձնվում ես, դու կորցնում ես քո մոտիվացիան ապրելու։ Իսկ ես ունեմ այդ մոտիվացիան, ես պայքարող տեսակ եմ, ծնված օրվանից սկսած։ Այն մանկության վաղ շրջանը ըստ էության հետ պատերազմական իրավիճակում անցավ։ Կար այդ շրջանում գիտակցումը, թե ինչ իրավիճակ է, թե ամեն դեպքում այդ մանկական անհոգությունը կար եւ չկար այդ գիտակցում, այդ հոգսաշատ իրավիճակը միայն ընտանիքում ծնողների մոտ էր արտահայտվում, թե փոխանցվում էր նաեւ երեխաներին։ Ես երբևէ մինչ այժմ չեմ հայտարարել, երբեք որևէ ԶԼՄ-ի դրա մասին չեմ պատմել, բայց եթե այսպես ենք խոսում, այսօր դրա մասին կասեմ։ Իմ հայրը եղել է գերի ադրբեջանական կողմում պատերազմի ժամանակ։ Եվ ես երկար ժամանակ մեծանում էի առանց հոր, մենք կարողացանք նրան հետ բերել, փոխանակում տեղի ունեցավ, բայց նրա առողջական այնքան էր վատ, որ բուժումներ որոշակի ստացավ դրսում եւ այլն, բայց երկար կյանքով չապրեց։ Բայց գիտեք, մանուկ ժամանակ Արցախում գրեթե մեր բակի կեսը հայր չուներ։ Բայց բոլորս մեր մամաների շնորհիվ կարողանում ենք այնպիսի մանկություն ստանալ, որ ես հիմա կարող եմ ասել, ես ունեի աշխարհի ամենաերջանիկ մանկությունը։ Ես ամենապարզ հասարակ ընտանիքից եմ։ Մայրիկս դասախոս էր համալսարանում, 3-4 տեղ աշխատում էր, որպեսզի կարողանար իր 3 երեխաներին տալ բարձրագույն կրթություն։ Դա իր կյանքի այսպես գեր նպատակն է, որ նա ձգտում էր դրան, որպեսզի իր երեխաները լավ կրթություն ստանան։ Ես իմ մանկությունը հիշում եմ միայն վառ գույներով, ես իմ մանկությունը հիշում եմ ու ուզում եմ, որ իմ երեխաները նույնպես այդպիսի մանկություն ունենան, ինչպիսին որ ես ունեի Արցախում։ Իսկ հետաքրքիր է այդ շրջանում, որ ասացիք հայրը գերի էր, կար այդ գիտակցումը ձեզ մոտ, թե փորձում են երեխաներից թաքուն պահել։
Տեսեք, ես այդ ժամանակ փոքր էի իհարկե, այդ բանը դեռ չունեի, իհարկե հետո արդեն հիշողություններ ունեի, բայց բուն գերի լինելու ժամանակ այդ թեման մեր տանը տաբու էր։ Մենք չէինք խոսում առհասարակ այդ ժամանակաշրջանի մասին, բայց միայն ես հիշում եմ, որ մամայիս մի հատ հարց էի տվել, բա երբ որ պապան եկավ գերությունից, ճանաչել ես նրան, մաման ասաց ոչ ես եմ նրան ճանաչել, ոչ ինքը ինձ, որովհետև այդ ամիսների ընթացքում երկուսը այնքան են փոխվել, այնքան էին ծերացել, որ ոչ մեկը չի ճանաչել։ Բայց ես գիտեմ, որ այս ամենը ոչ թե ինձ ավելի է թուլացրել, այլ ավելի է ուժեղ դարձրել պայքարելու ու իմանալու ինչի համար եմ ես պայքարում։ Այ Տիկին Հովսեփյան, ձեր կյանքի ստեղծության ամենածանր փորձություններից մեկը, ինչպես դուք էլ ձեր խոսքում ասացիք, վաղաժամ հոր կորուստն էր։ 2001 թվականին ստեղծության կորցրեցիք ձեր հորը, երբ դուք ընդամենը 10 տարեկան եք։ Այ հոր կորուստը հետո ինչպես ձևավորեց աղջկան, ով մեծանում էր դարձյալ այն միջավայրում, որը որ տեսել էր, զգացել էր այդ պատերազմական թոհուբոհը։ Օ, շատ հետաքրքիր։ Ես միշտ ընդդիմություն էի բակում դպրոցում, ես կանանց իրավունքների առաջին պաշտպանն էի Արցախում, այսպես ասենք, միշտ նրա կողմն էի, որ կանայք պետք է լավ կրթություն ստանան, պետք է լավ աշխատեն, բոլորը գիտեին, որ իմ դիրքավորումը միշտ այդպիսին է եղել, որ քանի որ ես դա տեսել եմ մայրիկից, ով որ միայնակ շատ վաղ տարիքում այրի է դարձել եւ միշտ պայքարել է իր երեխաների համար, ես քույր ունեմ եւ այլն, որ մենք ունենանք արժանապատիվ կյանք։ Եվ նույնը ես միշտ Արցախում Ստեփանակերտում հայտնի էի նրանով, որ մերժում էի այն պատրիարխատ ասվածը, որ կար, ես հավասարության կողմնակիցն էի միշտ, ասելով, որ կա այո տարբերակում պատասխանատվության եւ պարտականությունների, բայց ոչ մեկից ավելի առավել չէ, սա Արցախում միշտ ընդդիմության էր հանդիպում բնականաբար, թե Բաքում, թե իմ բարեկամության շրջանակներում, բայց դա երևի իմ բողոքի, իմ մանիֆեստն էր առանց հոր մեծանալու, որովհետև հայրիկները միշտ աղջիկները շատ են սիրում, չէ, եւ ես այդ սերը չունեի, ու դրան դիմադրելով, որ ես ոչ մեկից պակաս չեմ, առաջացավ այդ իրավունքների համար, մեր կանանց դերի համար իմ պայքարը, որ ես մինչ օրս անում եմ։ Իսկ շփումը կարճ էր հայրիկի հետ, բայց կա ինչ-որ մի խոսք, խորհուրդ, խրատ գուցե, որը այսպես մինչ օրս ամուր տանում եք ձեզ հետ, բերում եք ձեզ հետ ու ձեր անցնելիք ճանապարհի կարևոր ուղենիշն է։ Ես հիշում եմ, որ ընդամենը մի քանի տարի եք ըստ էության հասցրել շփվել։ Այո, ու շատ բան գիտակցության տարիք էր, բայց ես մի բան եմ հիշում, որ միշտ իմ մոտ տպավորվել էր, ես Պարի էի գնում փոքր ժամանակ, եւ միշտ պապան ինձ ճանապարհում էր տնից, ինքը ճանապարհում էր ու ես հիշում եմ այդ տեսարանը միշտ իմ աչքի առաջ է, ինչպես է ինքը պատշգամբից ու շատ մոտ էր Պարի տեղը, բայց մինչև վերջին վարկյանը հետևում, որ ես հասնեի A կետից B կետ ու միշտ ձեռքով էր անում ինձ։ Ես այդ հոգատարությունը, այդ ամենը զգացել եմ, բայց շատ քիչ է տևել դա։ Ու դա իրականում իմ բնավորության վրա նաև որոշակի ազդեցություն թողել է։ Ազդեցություն ավելի համառ լինելու, ավելի նպատակասլաց լինելու տեսանկյունից, թե լավը ասեցիք, լավ կողմերը, այո, բայց նաև բացասականը, իհարկե, որովհետև ես այն մարդն եմ դարձել, ով որ անընդհատ պետք է
կոնտրոլի տակ պահի իրավիճակը, որովհետև ես մտածում եմ, որ ես ուրիշ պաշտպան չունեմ, որ եթե ես պետք է այդ կոնտրոլի տակ պահեմ այդ իրավիճակը։ Ինքնուրույնությունը, սեփական անձի պաշտպան լինելու։ Այո, այդ ամենը թողել է իր հետքը եւ լավը եւ վատը իրականում, բայց շատ մի կարևոր բան էլ կար, որ ես փոքր ժամանակ երևի 4-րդ դասարանից նաև papayi մահվան հետ կապված սկսեցի շատ կարդալ։ Դրա համար իհարկե շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցչուհուն, հայոց լեզվի եւ գրականության Ընկեր Խանոմյանին, գերազանց ուսուցչուհի էր, նա բացեց մուտքը հայ գրականություն եւ ես սկսեցի ծարավի նման կարդալ գրքերը տարանից, գրքերի աշխարհ մաման միշտ ասում էր գրքերը քեզ գողացել են ինձանից, որովհետեւ ես գնացի այդ աշխարհ, բայց ես գոհ եմ դրանից, դա իմ աշխարհն էր, որ ես էի ստեղծել, գուցե եւս այն իրականությանը դիմադրելու իմ ձևն էր։ Դուք հետագայում ընտրեցիք թուրքագիտությունը։ Այ հետաքրքիր է դա պարզապես մասնագիտական ընտրություն էր, թե նաև պայմանավորված էր այն միջավայրով, որտեղ որ մեծացել եք։ Տեսեք, այս հարցը ավելի շատ կենցաղայինի էր հասել, այդքան խորքային չէր եղել, որովհետև ինչպես նշեցի, ես ունեմ մեծ քույր, ով որ ընդունվել էր արաբագիտություն, իսկ ինքը մեր տանը միշտ համարվում էր, ես այսպես ըմբոսն էի համարվում, ընդդիմադիրը, ինքը համարվում էր ծանրակշիռ, իր կարծիքը միշտ մեր տանը հաշվի էին առնում եւ այլն։ Երբ որ մտածում ենք ես որտեղ գնամ ընդունվելու, ու ասեց մեր արաբագիտության ֆակուլտետում շատ լավ է, բայց ես արաբագետ եմ, կարող ուզենաս թուրքագիտություն ընդունվել, ասեցի հա։ Ու այդպես շատ պատահական ստացվեց, բայց եւս դա իմ կյանքի ճիշտ որոշումներից է եղել, ես հետագայում հետ վերադարձա Արցախ, այնտեղ նաև դասավանդում էի, իմ մասնագիտությամբ շատ էի սիրում դասավանդել, դա իմ տարերքն էր, անկեղծ եմ ասում, որովհետև Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում էի դասավանդում, տարերք էր ինձ համար, ես երևի իմ քննություններին այդքան շատ չէի պատրաստում, ինչքան ամեն անգամ լսարան մտնելուց, երբ որ ես լսարանից դուրս էի գալիս, այնքան հոգնած էի լինում, որ երևի քանի ժամ պետք էր, որ ես հանգստանայի, շատ էի սիրում այդ գործը, հետագայում էլ արտաքին գործերի նախարարությունում ինձ դա օգնեց, իմ մասնագիտություն եւ մինչ օրս։ Այսինքն ուղղությունը շեղվեց դեպի դիվանագիտություն։ Երկուսը միասին դարձավ, ամեն դեպքում արտաքին գործերի նախարարությունում, երբ որ ես աշխատում էի, անպայման Արցախի արտաքին գործերի նախարարությունում ես դիվանագետ էի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հենց Թուրքիայի բաժնում էի աշխատում։ Տիկին Հովսեփյան, դիվանագետն ու քաղաքական գործիչ արտաքինից շատ նման են, բայց միևնույն ժամանակ բավականին տարբեր։ Որն է ձեզ ավելի սրտամոտ։ Դիվանագետի, թուրքագետի, թե քաղաքական գործչի կերպարը։ Շատ ճիշտ դիտարկում արեցիք, որ նման են արտաքին հայացքից, բայց իրականում տարբեր են։ Դիվանագիտությունը իհարկե։ Ես շատ էի սիրում իմ գործը, իսկապես ես ոչ մի բան իմ կյանքում չէր կանխորոշում, որ ես մի օր կաշխատեմ արտաքին գործերի նախարարությունում, դա ինձ համար մի այսպիսի նպատակ է եղել ուսանողական շրջանից, որ ես պետք է այս շենքում աշխատեմ, կողքով անցնում գնում էի, ասենց ասում եմ, չէ, ես գալու եմ այս շենքում աշխատեմ, ու ես իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել այդ աշխատանքից, չհամաձայնելով հարմարվողական արտաքին քաղաքականության հետ, չհամաձայնելով այդ համառությունը նաև այնտեղ դրսևորվեց։ Ամբողջ կյանքի ընթացքում մեկ կատակով ասում եմ, եւ դրա համար է, որ ես կյանքում այս հաջողությունների չեմ հասնելու, որովհետեւ ես շատ ուղղախոս եմ եւ շատ սկզբունքային եմ։ Դա խանգարում է մեծ կարիերա ստեղծելու համար, որովհետև կարիերա շատ ուժեղ ստեղծվում է, հատկապես եթե դու հարմարվում ես, կարողանում ես սարքեղած դեպքում համապատասխան մարդկանց հետ ինչպես շփվել, ես շատ ուղղախոս եմ։ Երևի դա միշտ ինձ խանգարել է, բայց ես սրտի ցավով, բայց նաև շատ թեթև ձեռքով իմ դիմումը գրեցի եւ դուրս եկա այն աշխատանքից, որը որ շատ էի սիրում։ Ասիկ բավական երասկոտ հայացքով եք նայում այդ շենքին, այսինքն դեռ մանկության տարիներից գուցե պատանեկության երազանքը դիվանագետ դառնալն է։ Ուսանողության։
Ուսանողության տարին է, երբ որ ես համալսարանում սովորում էի այստեղ, դեռ պարզ չէր, թե որտեղ հետագայում կաշխատենք եւ այլն։ Ես Երևանի կենտրոնով որ քայլում էինք, նայում էի ու մտքիս մեջ ինքս ինձ խոստանում եմ, ասում եմ ես այնպես եմ սովորելու, որ գամ այստեղ աշխատեմ եւ գուցե դրա համար, որ ես այնպես էի սովորում, որ անգամ սովորելու ժամանակ ինձ պարտավորված է զգում որպես արցախցի լավ սովորել։ Ես մտածում եմ, որ չասեն վայ արցախցիա, վատ է սովորում, ոչ միայն իմ անձնապես Արեգա Հովսեփյանի, այլ որ ասեն արցախցիները լավ են սովորում, որ արցախցիները խելացի են։ Դրա համար ունեմ մի շարք կարմիր դիպլոմներ տանը դրած, որ Այ երբ Արցախը շրջափակված էր, երբ սկսվեց պատերազմը, հետո Արցախի շրջափակումը, շրջափակման ժամանակ դուք էստեղ եք, ձեր մայրը այնտեղ էր։ Իրարից այդքան մոտ, բայց միևնույն ժամանակ այդքան հեռու լինելու զգացողությունը եւ չկարողանալու տեսնելու, մորը տեսնել չկարողանալու զգացողությունը ինչպես էր դրսևորվում։ Այդ համառությունը, ամրությունը էլի կար, թե ամեն դեպքում տան մի անկյունում Արեգան են թույլ, արդեն Արեգան էր, որ հնարավոր չէր այդ համառությանը հավասարակշռել։ Ծանրագույն շրջան էր։ Դուրս գալ քաղաք տեսնել լցված խանութներ ու հասկանալ, որ քո մայրը գիշերը 3-ին արթնանում է ու գնում է հաց առնելու։ Ոչ մի բան բացարձակ չի ուզում անել, թե տանը, թե երեխաներիս, ես որ հիշում եմ, ինչպես է երեխաներիս վրա գոռում, ասենք որ հացը շպրտում էին կամ բան, որտեղ ասում է, այդ հացի համար հիմա քեզանից մի փոքր ավելի մեծ երեխաներ գիշերը հերթ են կանգնում։ Ու Հայաստանում տոտալ բլոկադա էր ինֆորմացիոն։ Հմեկով դա ցույց չէին տալիս, որ Արցախում սոված են մարդիկ։ Ես հիշում եմ ինչպես էինք մենք այստեղ արցախցիներով փորձում ինքնակազմակերպվել, ինչ որ մի ձևով պահանջներ ներկայացնել եւ այն ծանրագույն շրջաններ։ Ես որ հիշում եմ, այդպիսի դուր չէր մնացել, որ չծեծեինք։ Մի բան ուզում էինք անենք, քանի անգամ եմ դիմել Կարմիր խաչ, որպեսզի գնամ Արցախ, քանի անգամ են մերժվել։ Ինձ ասում են դու գիժես, մարդիկ այնտեղից են դուրս գալիս, դու ուզում ես գնալ, ասեցի հա, ես ուզում եմ գնալ, որովհետեւ այդ զգացողությունը շատ ծանր էր, բայց գիտեք, երևի Աստված այնպիսի դժվարություն ու այնպիսի փորձություն չի ուղարկում, որը որ մեզ համար հաղթահարելի չէր։ Իսկ դա ավելի ամրացրեց, իսկ Արեգան միշտ ուժեղ է։ Այ Տիկին Հովսեփյան, դուք մի անգամ ասել եք, որ երբեք չեք պատկերացրել ձեզ քաղաքականության մեջ։ Այո։ Ինչպես մտափոխվեցիք, ինչը գրավեց։ Նայեք, ինչպես ասեցի, մենք երբեք չենք իմանում ինչ է մեզ սպասվում։ Եթե չլիներ այս ամենը, ինչպես նշեցի, ես հաստատ կշարունակեի իմ մասնագիտությունը արտաքին գործերի նախարարությունում, բայց հասկանում եմ, որ այսօր ես ավելի արդյունավետ եմ այս դաշտում եւ այսօր ես ավելի մեծ արդյունքներ կարող եմ ունենալ այս իշխանությունների հեռացման գործում, Հայաստանի ի վերջո զարգացման, Հայաստանի ի վերջո Հայաստանում բարեկեցիկ կյանք հաստատելու գործում այս դաշտում լինելով։ Սա դժվար ընտրություն էր, անկեղծ ասած, երբ որ ես ստացա առաջարկ միանալ թիմին, երկու երեխաները սրտիս տակ, ես փողոցում դիմադիր բոլոր շարժումների մասնակցում էի, շատ ծանր որոշում է, ես մի անգամից չկայացրեցի, անկեղծ ասեմ, այնպես չէր, որ ես ասեցի, հա, շատ լավ, կպանք, ես երկար մտածում էի, Հիմա չեք փոշմանել։ Իհարկե ոչ մի վարքյան, գեթ մեկ վարքյան չեմ ափսոսում, որովհետև պարոն Նարեկ Կարապետյանը կասեր, սա նախախնամություն է, ուրեմն այդպես էր որոշված, ես էլ իմ ուղին ընտրեցի այսպես։ Եվ վերջում, եթե հակիրճ, եթե տարիներ անց մարդիկ բնութագրելիս լինեն ձեր քաղաքական դիմագիծը, ինչպես կցանկանաք, որ այն հնչի։ Դժվար հարց է։ Երևի որպես Հայաստանի շահերը առաջ մղող արցախցի կին քաղաքական գործիչ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Այսպիսին էր Արեգա Հովսեփյանի քաղաքական դիմագիծը։